ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, մի անհանգստացի։ Ազգային ժողովի ամբիոնը կրկին վերածվել էր վիրավորանքների հարթակի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իրենց նախկին թիմակցին էր հիշել Հակոբ Ասլանյանին։ Երեք մի հետաքրքիր համծիծաղելի, նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իրա ընկերներով կեթան, ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Արդեն նախկին ԿՊԱ-ական դարձած Ասլանյանը փորձեց տեղից պատասխանել Սիմոնյանի ձևակերպումներին, սակայն արձագանքելու հնարավորություն ունեցավ միայն լրագրողների հետ զրույցում եւ պնդեց Սիմոնյանը ոտքից գլուխ սուտ է խոսում։ Երեք ես շատ ցավալի բառով եմ ասել, որ 2 ամիս է մնացել, ձեզ պետք է ռադ անեն։ Համոզված եք, որ 2 ամսից համոզված եք, որ ռադ եք։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ու ես կարծում եմ, որ իսկապես այս անգամ ժողովուրդը պետք է հանուն գնա եւ ոչ թե ընդդեմ։ Հետո հակադարձեց Սիմոնյանին, թե լացելով իրեն խնդրում էր մնալ ԿՊ խմբակցության անդամ եւ որպես հիմնավորում նշեց, եթե այդպես էր, ինչու էր ԶԼՄ-ին հարցազրույց տալիս եւ հայտարարում, որ սառեցնում է ԿՊ-ի հետ գործունեությունը։ Եվ հետո մի փոքրիկ բան, որ միջի հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաները եւ աստրախանները, իմ ինչքաններով իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Ռուբինյանն էլ այժմիջանցքներում Փաշինյանի օրեր առաջվա հայտարարությանը երկրորդեց։ Ինքն էլ պնդեց, եթե այս խաղաղությունը չեղարկվի, ապա պատերազմ կլինի, բայց ի տարբերություն Փաշինյանի ինքը հստակ ժամկետներ չի նշում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ասելու է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ եւ ես այն շարունակում եմ, դա ավտոմատ նշանակում է չեղարկել այս խաղաղությունը։ Չեղարկել այս խաղաղությունը նշանակում է դուր բացել պատերազմի համար։ Եվ այդ պատերազմը չի ուշանալու։ Ինքը կարող է չլինի 1 ամսից, 2 ամսից, կարող է 4 ամսից չլինի, մի տարուց չլինի, բայց ինքը անպայման գալու է։ ԿՊԱ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը դիտարկում է որպես պատերազմի օրակարգ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, որ եթե Հայաստան դաշինքն ընտրվեր 2021 թվականին, Ղարաբաղը չէր դատարկվի, Ալեքսանյանը հակադարձեց։ Լեռնային Ղարաբաղը հայերից դատարկվել է այն ժամանակ, երբ իրենք են ընտրվել իշխանություն Լեռնային Ղարաբաղում։ Հետո հարցը կրկին հասավ կարկանդակներին, Պերաշկիին, Սուջուխին ու Փաշինյանի հրապարակած այլ ուտելիքներին։ Առհասարակ կյանքը տենց է, մարդը պետքա սնվի։ Առհասարակ ոչ մի վատ բան չեմ տեսնում Սիբեխով աղցան ուտելու մեջ, դες էլ եմ խորտ տալի, առողջ սնունդա, շատ բջջանյութեր է պարունակում, իր մեջ առողջարարը 3 Սիբեխով աղցան։ Իսկ վերջում ազգային ժողովի աշխատանքի մասին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։ Ընդունեց Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու նախագիծը եւ փավերացրեց այն համաձայնագիրը, ըստ որի ԵԱՏՄ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն։